Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ և պետք է հիշեցնենք, որ 2025 թվականին Վալերի Բրուսովի անվան պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 90-ամյակը, ու այս հոբելյանական իրադարձությունը համընկնում է նաև Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակի հետ, ու դա է նաև պատճառ հանդիսացել, որ այս տարվա ընթացքում մեծ նոր հետաքրքիր նախագծերով է համալսարանը ներկայացել, որոնք ուղիղ կապ ունեն Հրանտ Մաթևոսյանի թողած ժառանգության հետ։ Իսկ այսօրվա մեր հյուրերն են Դավիթ Գյուրջինյան, Վալերի Բրուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր եւ Անի Ջանիկյան, Վալերի Բրուսովի անվան պետական համալսարանի համաշխարհային գրականության եւ քաղաքակրթությունների ամբիոնի դոցենտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Պարոն Գյուրջինյան, սկսենք ձեզանից երևի, թե ինչպես է այս տարի պատրաստվում նշել իր 90-ամյակը, հիմնադրման 90-ամյակը Վալերի Բրուսովի անվան պետական համալսարանը։ Վալերի Բրուսովի անվան պետական համալսարանը շարունակում է նշել իր 90-ամյակը հիմնադրման եւ ամբողջ տարին մենք ուղղակի այդ գործի մեջ ենք եղել, ոչ թե ծափծիծաղ շեփորներ հնչեցնելով, այլ ունեցել ենք 4 գիտաժողով միջազգային ընդգրկուն, որոնցից մեկը ուսանողական միջազգային գիտաժողով էր։ Զուգահեռ գնում էր Մաթևոսյանական գիծը, ունեցանք մեծ հանդիսություն համերգ, որը վարեց ձեր կողքի նստած մենք գիտենք, այո, գեղեցկուհին Մանեն, եւ շատ գոհ ենք իր հնչեցրած հայերենից եւ վարպետությունից։ Մեծ պատիվ է, շնորհակալություն։ Եվ շարունակում ենք այդ գործը։ Տարին, որովհետեւ դեռ չի ավարտել, բայց մենք դադար չունենք, օրինակ հենց երեկ մեր համալսարանում գրքի շնորհանդես էր Звонка звучная тишина Валерия Брюсова, որտեղ ներկայացվում էին գրքով այն, իսկ այդ նյութերն էլ մեր համալսարանի թանգարանում են պահվում Բրյուսովի, որտեղ Բրյուսովի այն բանաստեղծություններն են, որոնք երգ են դարձել, երաժշտական ստեղծագործություն, դրանց ազդագրերը եւ այլն, ներկա էր Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինը, ռուսական տանտնօրեն Ֆեֆիլովը եւ Լեպլեցուն Դալիչ, որոնք կրկնում են գործով են զբաղված եւ ոչ շեփորներ հնչեցնելով։ Շեփորներն էլ իհարկե մենք լավ հնչեցրինք։ Եվ այս գիծն է հետաքրքիր, որ մենք զուգահեռ տարանք Մաթևոսյան, մեղավորը իմ կողքին նստած Անի Ջանիկյանն է, որովհետև անցյալ տարի Անի Ջանիկյանը, գործընկերները ուսանողների միջոցով թարգմանեցին «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, ֆրանսերեն ենթագրերով դա եղավ, լեզվակիր խմբագիրներ ունեցանք եւ ֆիլմը ցուցադրվեց, հետո Ջանիկյանենք խմբով գնացին Փարիզ եւ այնտեղ ցուցադրվեց ֆիլմը եւ լիքը ուրիշ բաներ, որոնց մասին հիմա Տիկին Ջանիկյանը կարող է պատմել։ Մենք վերջերս էլ միասին Փարիզում էինք, դրա մասին էլ խոսենք, այնտեղ միջազգային գիտաժողով անցկացրինք։ Մեր հեռուստադիտողները վստահաբար կհիշեն, թե ինչպես, եթե ոչ մեկ տարի, ապա ամիսներ առաջ մեր տաղավարից էլ պատմում էինք, որ Հրանտ Մաթևոսյանի հետ կապը այնքան ամուր է ձևավորվել այս դեպքում ֆիլմերի շնորհիվ, որ այս նախագծերը կլինեն շարունակական։ Եվ որտեղից սկսվեց, որը եղավ ֆիլմերից հետո առաջին գաղափարը, որ սկսեցիք իրականություն դարձնել համալսարանի պատերի ներսում։ Անցած տարի, ինչպես նշեց պարոն Գյուրջինյանը, մենք պատահական պարոն Գյուրջինյանի խորհրդով թարգմանեցինք «Մենք ենք մեր սարերը» եւ ֆրանսախոս ուսանողների հետ եւ ֆրանսերեն լուսագրեր տեղադրեցինք եւ ես շատ ոգևորվեցի, երբ տեսա, թե Փարիզում ինչպես ընդունվեց ֆիլմը, մասնավորապես այն երիտասարդների կողմից, որոնք տատիկը, պապիկը հայերեն են խոսել, բայց իրենք արդեն հեռացել են լեզվից եւ սա իրենց համար միջոց էր հասկանալու հայ
կինոն։ Եվ այս գաղափարը շարունակականություն ստացավ, երբ պարոն Գյուրջինյանին դա ասացի եւ մասնավորապես իմացանք, որ Մաթեոսյանի 90-ամյակն է, մենք լծվեցինք այս գործին եւ մի շարք միջոցառումներ իրականացրինք մեր համալսարանում դասախոսների, ուսանողների հետ։ Ես ասեմ, որ մենք ենք մեր սարերը, եթե դեռ խոսենք մենք ենք մեր սարերից, թարգմանվեց նաեւ գերմաներեն, թարգմանվեց նաև իտալերեն եւ մենք մեծացրինք շրջանակը Եվ էլի պիտի մեծացնենք։ այո, սպասում ենք հիմա ռումիներենին։ Հերթով լեզուների մրցույթը թե հաջորդը որն է։ լեզու ենք սովորեցնում։ Իսկ այս տարի մենք քանի որ Մաթեոսյանական էր տարին, մենք թարգմանեցինք Աշնանարևը եւ լուսագրերը տեղադրեցինք եւ սա իսկապես եթե մենք ենք մեր սարերը ծիծաղ էր առաջացնում, սա իսկապես, այսինքն խորը մտորելու տեղիք էր տալիս եւ շատ հետաքրքիր էր նաեւ մեր գործընկերների անդրադարձը Աշնանարևը, կերպարներին, կնոջ դերը հայ հասարակության մեջ եւ այլն։ Եվ այդ ֆիլմն էլ մեզ հետ տարել էինք եւ ցուցադրվեց Փարիզի Արևելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում Ինալկոյում եւ հիմա պիտի մտածենք թե հաջորդն ինչ ենք անելու հայ մշակույթը օտար լեզուներով ներկայացնելու այդպիսի ծրագիր ունենք եւ դա ուսանողներին էլ շատ կարեւոր է ուսանողների համար որ իրենք հմտանան բայց չմոռանամ մեր գործընկերոջ անունը հնչեցնել Հայաստանի կինոյի հիմնադրամը, որի հետ մենք պայմանագիր ունենք եւ իրենք մեզ աջակցում են լուսագրերը օտար լեզուներով տեղադրելու եւ այլն եւ այլն։ Շատ լավ է։ Իսկ ձեր կարծիքով ինչու է Հրանտ Մաթեոսյանի գրականությունն այսօր շարունակում հնչել արդիական ու խոսել տարբեր սերունդների հետ։ Դուք իբրև գրականագետ ասեք, ես իբրև ընթերցող։ Ահա, իհարկե մենք համախմբեցինք նաև օտար գրականագետների եւ շատ հետաքրքիր էր նաեւ նրանց տեսակետը իսկ ինձ համար որպես գրականագետի Մաթեոսյանի խոսքը վեժժամանակյա է որովհետեւ նա անգամ իր ժամանակ արդեն չի եղել իր ժամանակում եւ համամարտկային հարցեր է քննարկել եւ նաեւ օրինակ եթե մենք վերցնենք հա մենք ենք մեր սարերը անգամ աբսուրդի ժանրի այսինքն մենք կարող ենք մոտեցնել աբսուրդի ժանրին եւ մարդու խնդիրը մարդու դերը բնության եւ հասարակության մեջ եւ Մաթեոսյանը սա դիտարկելով հայի տեսանկյունից դարձրել է համամարտկային։ Այստեղ լրացնեմ, որ այո, հայ մարդու, հայ կյանքի մասին է գրել, նույնիսկ խոսում էին գյուղաշխարհի, հայկական գյուղի, բայց այստեղ խնդիրները համամարտկային են, ազգային չեն, սահմանափակ չէ, թվում է թե դա գյուղի կյանքն է, բայց հիմա երբ պիտի գնայինք Փարիզ միջազգային գիտաժողովի ես էլ պիտի խոսք ասեմ, դե ողջույնի խոսքից բացի եւ ընտրեցի մի թեմա, որը չէր ուսումնասիրվել։ Ուզում եմ ասել, դեռ բացված շատ բաներ կան։ Օրինակ, թեման սա էր. երկինքը Հրանտ Մաթեոսյանի ստեղծագործություններում։ Երկինքը ինչպես է դրսևորվել, հավատացյալ էր արդյոք Մաթեոսյանը, թե ոչ, երկինքը ինչ խորհրդանշական դեր ունի եւ այլն կամ օտար պրոֆեսոր Ստրոևը ուրիշ հայացքով է տեսնում Մաթեոսյանին նրան տեղադրում է խորհրդային համակարգի մեջ հետո դուրս է բերում եւ համեմատություններ է անցկացնում որոնք երբեմն մենք չենք տեսնում եւ այլն եւ այո վերջամանակյա կամ ժամանակից առաջ ընկած է գնացել եւ որքան ուսումնասիրում են, իսկ գիտաժողովներ լինում են տարբեր համալսարաններում, ակադեմիայում, բայց բացահայտելու եւ ասելու շատ բան կա։ Հիմա մենք դրան գումարում ենք
նաև Մաթեոսյանին դուրս բերելու գործը շարունակենք։ Ժամանակին թարգմանվել է ռուսերենից ուրիշ լեզուներով, հիմա էլ մենք այդ ֆիլմերի միջոցով ենք փորձում Մաթեոսյանի անունը դուրս բերել ժամանակակից ընթերցողի կամ դիտողի համար, կինոդիտողի։ Բայց այս փորձառությունը նաև վստահ ենք շատ բարդություններ է իր հետ բերել, որովհետև ֆիլմերը հիշելով շատ արտահայտություններ մեջ բերեն մարդիկ, որոնք բնորոշ են տեղի միայն բնակիչներին, անգամ եթե ինչ-որ ժամանակ Հայաստանում չեն ապրել, գուցե չհասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Այս արտահայտությունները ինչպես կարողացանք օրինակ ֆրանսերենով կամ գերմաներենով ներկայացնել աշխարհին։ Գիտեք, մեր դասախոսներից պրոռեկտորը եւս եկել էր մեզ հետ եւ հենց իր թեման էլ այդ առանձնահատկություններն էր թարգմանության։ Ինչպես է պետք թարգմանել այն իրակությունները, որոնք պատկանում են միայն այս ժողովրդին, միայն այս ազգին եւ շատ հետաքրքիր զրույցներ տեղ ունեցան։ Մենք դա շփվեց ուսանողների հետ արդեն թարգմանությունների ընթացքում բացահայտեցին, կամ պետք է ուղիղ իմաստով անես, կամ պետք է գտնես իրենց համարժեքը, կամ պետք է միտքը փոխանցես։ Հիմա նայած տեքստին, նայած իրավիճակին, մենք փորձում էինք հարմարեցնել, բայց շատ հետաքրքիր էր սա մանավանդ, երբ մենք թարգմանում էինք, մենք ենք մեր սարերը եւ երբ թարգմանում ենք լեզվակիրների հետ, երբ մենք ինքներս փորձում էինք, բացատրել լեզվակին, թե սա ինչ իրավիճակ է հայկական իրականության մեջ եւ ինչպես կարող ենք սա փոխանցել։ Սա շատ հետաքրքիր գործընթաց է եւ մենք նաեւ գիտական դաշտում խոսեցինք այս թարգմանության դժվարությունների մասին եւ հաղթահարումների։ Դոնարա Ղազարյանը, պրոռեկտորը, այդ մասին խոսեց ֆրանսերենով եւ հետաքրքրություն առաջ բերեց։ Ես իմ փորձառությունից եմ ուզում ասել, կինոդիտումների ժամանակ ես նայում եմ հատկապես օտարների երեսին, թե նրանք ինչպես են արձագանքում։ Ասենք տղամարդիկ ֆիլմի իսպաներեն թարգմանության ժամանակ ես զգում էի, որ նրանք լիարժեք ծիծաղում են, դեսպանատներից մարդիկ կային։ Հիմա նույնն էլ այս դեպքում ես ուրիշ աչքով եմ սկսում նայել։ Ինչ պիտի մտածի օտարը, երբ հերոսը ասում է լեյտենանտին, որ դու որ չգայիր, ես լողացողը չէի։ Երբ մեր կենցաղում գյուղում, ասենք կարող է շաբաթը մեկ է լողացել, այս դեպքում երևի շատ ավելի երկար։ Օտարը ինչպես պիտի ընկալի այս բանը, կամ այդ զուտ ոչ խոսքային մասնակցությունները եւ բացահայտում են մեզ, ուրիշ աչքով են նայում, սա մենք ենք, մեր անցյալն է, մեր գյուղն է, բայց էլի մենք ենք, մեզ նման են այդ մարդիկ։ Եվ շնորհակալություն ձեզ, որ աշխարհին ու նաև մեզ տվել եք հնարավորություն այդ կապը ավելի ամուր դարձնել Հրանտ Մաթեոսյանի գրականության, ֆիլմերի նաև շնորհիվ, ու հուսանք, որ միայն հոբելյանական տարիները չեն, որ կդառնան առիթ ու պատճառ, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսեցիք մեզ հետ։ Շնորհակալություն։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվում ենք առաջ։